Պատվաստումները չեն առաջացնում աուտիզմ, անպտղություն կամ այլ ախտահարումներ, հակառակը, դրանք մի շարք հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցն են։ Պատվաստումների մասին ապատեղեկատվության ակտիվ տարածումը մնում է ոլորտի առաջնային մարտահրավերներից։ Այս մասին հերթական անգամ բարձրաձայնում են մասնագետները իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակում բժշկական համալսարանում անցկացվող միջոցառմանը։ Բուհում են համաճարակաբաններ, մանկաբույժներ, վարակաբաններ, թերապևտներ, ընտանեկան եւ այլ բժիշկներ։ Ամենամյա միջոցառում է, Հայաստանում այս նախաձեռնությունը նշվում է արդեն 20 տարի։ Ինչն է նպատակը այս նախաձեռնության եւս մեկ անգամ խոսել պատվաստումների մասին, որովհետեւ որպես կանխարգելիչ գործիք ինքը արդեն տարիներ շարունակ ապացուցել է իր արդյունավետությունը, մենք ունենք բավականին փրկված կյանքեր, նաեւ վերացած ինֆեկցիոն հիվանդություններ, որը ոչ պակաս կարեւոր է, բայց միևնույն ժամանակ այս դաշտում ունենք ապատեղեկատվություն, որը բավականին արագ տարածվում է։ Պատվաստանյութերը ոչ միայն երեխաների համար են, այլև մեծերի, օրինակ գրիպի, պապիլոմավիրուսի եւ այժմ նաեւ ռեսպիրատոր սինիցիպիալ վիրուսի դեմ դեղաչափերը ցուցված են նաեւ մեծահասակներին։ Այս տարվա կարգախոսն է պատվաստանյութերը աշխատում են յուրաքանչյուր տարիքում, որովհետեւ մենք հիմնականում կենտրոնացած ենք մանկական տարիքի պատվաստումների վրա եւ ընդհանրապես որ ասում ենք պատվաստում, միանգամից պատկերացնում ենք երեխա, բայց այսօր գիտությունը առաջ է գնացել շատ ավելի եւ այսօր իրոք պատվաստանյութերն աշխատում են բոլոր տարիքների համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունները փաստում են, պատվաստումները տարեկան կանխում են շուրջ 500,000 մահվան դեպք եւ 1/3-ով նվազեցնում վարակների բուժման համար հիվանդանոցային ծախսերը։ Ակնկալվում է, որ մինչեւ 2050 թվականը մոտ 7.6 միլիարդ դեղաչափով կկրճատվի նաեւ հակաբիոտիկների տարեկան սպառումը։ Վերջին 200-220 տարվա ընթացքում պատվաստումների միջոցով հնարավոր է եղել կանխարգելել միլիոնավոր մահեր, ինչի արդյունքում մենք կարողացել ենք ունենալ կյանքի միջին տևողության երկարացում, ինչպես նաև երկիր մոլորակի վրա մարդկանց թվաքանակի աճ, հաճախ որպես միֆեր քննարկվում է դեպքերը, որ պատվաստումները կատարվում են թվաքանակը պակասեցնելու նպատակով, բայց իրականում էֆեկտը հակառակն է եւ պատվաստանյութերը նպաստում են մարդկանց թվաքանակի աճին։ Միֆերի ոչնչացման հարցում կարևոր դեր ունեն բժիշկները։ Սպիտակ բանակը պետք է փորձի կրթել բնակչությանը, փոխանցելով պատվաստանյութերի մասին գիտահեն տեղեկություններ, այդպիսով ավելացնելով հասարակության վստահությունը։ Բուհը անում է ամեն ինչ իրենից կախված, որովհետև պատվաստումների մասին գիտելիքներ եւ առհասարակ իմունիզացիայի մասին գիտելիքները ներառված են բուհի կրթական ծրագրում, սկսած 4-րդ կուրսից, երբ որ ուսանողները հաճախում են համաճարակաբանության ամբիոն, այդ ժամանակից սկսած նրանք կրթվում են, նրանք տեղեկացվում են եւ պատվաստումնյութերի, նրանց տեսակների, նրանց արդյունավետության մասին։ Այս պահին մեր երկրում ապահովված է պատվաստումների մինչև 93% ծածկույթ, ինչի շնորհիվ պահպանվում է նաև մյուս 7%-ի առողջությունը։ Մասնագետների հորդորը մեկն է՝ պատվաստվել անկախ տարիքից եւ սեռից։ Արամ Մանանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։